Մանանդյան, Բարև ձեզ։ շնորհակալ տաղավարայս եթերին, դուք եւս պայքարում եք այն անարդարության եւ խայտարակության դեմ, որ այսօր մենք ականատեսն ենք լինում, այն է մեր երկու սրբազանները մեկուսարանում են, հարձակում եղավ Մայրաթորի նկատմամբ, բարերար գործարար Սամվել Կարապետյանը կալանավորված է, այս իրողությունների հետ կապված ինչ ունեք ասելու, համեցեք։ Տեսեք, առաջին հերթին ես ուզում եմ ասել, որ այսօր կփորձեմ շատ ավելի մեղմ խոսել, առաջինը, որովհետև երբ որ խիստ ենք խոսում, մեզանից նեղանում են ոչ միայն իշխանությունները, ինչ որ դե պարզ է, որ կնեղանան, այլ նեղանում են նաև անգամ նրանք ում կողքին, որ մենք կանգնում ենք այս պայքարի մեջ, եւ մյուս կողմից, որովհետև հասկանում եմ, որ նրանք ովքեր որ այս ամբողջից արդեն հետևություններ արել են, նրանք ովքեր որ չեն արել, մենք կարող ենք միայն խիստ ցավ ապրել իրենց համար։ Եվ այդպես մեղմության մեջ եկեք նորից փաստենք, ինչ մենք ունենք այսօր։ Մենք դրա մասին անընդհատ խոսում ենք, անընդհատ դրան անդրադառնում ենք, բայց նորից ամփոփենք, մենք ունենք 2025 թվական, մենք ունենք կորցրած հողեր, մենք ունենք մեծ թվով փախստականներ մեր հարազատ հողից Արցախից, մենք ունենք շրջափակում, ընդ որում իշխանությունները ի վիճակի չեն անգամ կառավարել եւ լուծել Վրաստանի կողմից շրջափակումը, որը թույլ չի տալիս, որ մեր ծիրանը դուրս գա, ինչը հարված է գյուղատնտեսությանը, մենք ունենք սարսափելի վտանգ մի կողմից Սյունիքը կորցնելու եւ մյուս կողմից արդեն բոլոր մակարդակներում դրա մասին խոսում են 300,000 ադրբեջանցի բերել զորով բնակեցնել Հայաստանի Հանրապետության տարածքում եւ մենք դրա մասին անընդհատ զգուշացնում էինք, ասում էինք, որ պետք է հասկանալու համար են կառուցվում այդ բոլոր բարձրահարկ շենքերը, հիմա ավելի ընկալելի է դառնում եւ այդ ամբողջը սարսափելի է եւ ով որ չի հասկանում թե ինչքան սարսափելի է, թող կարդա կամ հարցրի ավակներին եւ ավակները կպատմեն ինչ սարսափելի ջարդեր էին տեղի ունենում Բաքվում եւ այդ ամբողջը միգուցե ինչ որ ձևով դաս լինի մյուսների համար ինչեւէ մենք ունենք տնտեսության անկում եւ փաստացի ոչ մի բան երկրում չի արտադրվում իսկ այդ ամբողջ գումարները որոնք որ կան զուտ туриզմի շնորհիվ որը չի զարգացնում տնտեսությունը մենք ունենք կրթության անկում, գիտության անկում, մենք ունենք ահավոր վիճակի բնապահպանություն, ընդ որում մարդիկ ասում են, դե լավ, քաղաքը որ աղտոտված է, դա այնքան լուրջ գործոն չէ, լուրջ գործոն է, որովհետև բոլորը համատարած առողջ չեն, եւ դա հենց դրանից է, այսինքն ձեր առողջությունը վնասում է նորից Նիկոլը, եւ այդպես կարելի է թվարկել, բայց այդ ամբողջին հիմա ավելացավ երկու բան, առաջինը քաղաքական բռնություններ եւ հետապնդումներ բոլոր մակարդակներում եւ գիտեք այդ ամբողջը զուգորդվում է ապօրինի լսելով բոլոր խոսակցությունները եթե ձեզանից յուրաքանչյուրի խոսակցությունները լսեն այդ դեպքում բոլորիդ պետք է կալանավորել որովհետեւ բոլորս էլ մեր կյանքում տարբեր արտահայտություններ թույլ ենք տալիս մեզ սա առաջինը այսի քաղաքական հետապնդումների եւ մենք գալիս ենք ամենազարհուրելի իրողությանը հայ առաքելական եկեղեցու հանդեպ Նիկոլի որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հարձակումը բոլոր մակարդակներում թե անհատական, թե քաղաքական, թե հենց բռնությունների եւ գիտեք երբ որ Առաջ կարդում ես պատմությունը, մտածում ես, որ այս կամ այն երկրում հոգևորականների հանդեպ ռեպրեսիաները եղել եւ այլն, միշտ մտածում ես ուրիշ տեղեր միգուցե հնարավոր է Հայաստանում հնարավոր չէ։ Հնարավոր չէ, որ որևէ հայ թույլ տա իրեն բռնություններ հայ առաքելական եկեղեցու հանդեպ, բայց փաստացի մենք դրա ականատեսնել եղանք։ Սա աննկարագրելի սարսափ է բոլորիս համար եւ մենք դա երկար ժամանակ դեռ չենք կարողանա մարսենք։ Եվ այստեղից ես ուզում եմ պատասխանել բոլոր հարցերին եւ բոլոր մարդկանց, ովքեր որ տարօրինակ է, բայց դեռ ինչ-որ բաներ են հնչեցնում ի պաշտպանություն Նիկոլին, եւ ես ուզում եմ տենց կետ առ կետ խոսել։ Առաջինը, իհարկե, հայ առաքելական եկեղեցու սպասավորները, լինելով մեր ազգի մաս, մենք դրա մասին նորից շատ ու շատ խոսում ենք, լուսնից չեն իջել, այսինքն նրանք էլ ունեն մեր ազգին այժմ բնորոշ բացասական որակները։ Դա ցավալի է, բայց իրենք ազգի մասն են։ Եվ երբ որ ազգը գլորվում է անդունդ գլորվում են նաև շատ ու շատերը, այդ թվում կարող են գլորվել նաև որոշ հոգևորականներ։ Դա ամենևին չի նշանակում, որ անկում է ապրում կրոնը։ Եվ երբ որ Նիկոլի արշավը դուք դիտարկում եք եւ սահմանափակում եք անձերի դեմ արշավով, ոչ
պետք է փաստել, որ Նիկոլի այս արշավը ուղղված է հայ առաքելական եկեղեցուն հարվածելու եւ ընդհանրապես քրիստոնեությանը հարվածելու։ Սա մենք հստակ պետք է հասկանանք եւ միայն դրանով առաջ շարժվենք։ Մյուսը մարդիկ ասում են, դե միգուցե ինչ-որ խնդիրներ, որ ներսում կան, միգուցե դրանք պետք է կարգավորել։ Ուրեմն առաջինը ցանկացած պարագայում, թե ընդհանրապես քրեական գործերը դիտարկելիս, թե ցանկացած այլ ոլորտում մենք միշտ ասում ենք ամենակարևորը հասկանալ դրդապատճառը։ Որն է այս պարագայում Նիկոլի դրդապատճառը։ Արդյոք կա որևէ մեկը Հայաստանում դեռ, որ չի հասկանում, որ իր դրդապատճառը ամենևին ոչ փրկելն է բոլոր նրանց, ովքեր որ սխալվում են, որպեսզի օգնի, որ չսխալվեն։ Ամենևին ոչ։ Նիկոլի ակնհայտ դրդապատճառը տապալել հայ առաքելական եկեղեցին, տապալել ընդհանրապես հավատը հայ ազգի մեջ եւ ըստ այդմ ունենալ նաեւ սեփական դրածո, որովհետեւ վերջերս երբ որ նայում ես Նիկոլի ամբողջ շրջապատին, մտածում ես, որ ոնց որ մյուսները ձկնաբուծարան ունեն, չգիտեմ ինչ, ինքը ունի հուդաբուծարան։ Հուդաները բուծում եւ այդպես տարբեր տեղերում հայտնվում են փոքրիկ հուդաներ, եւ այդպես ինքը իր դրածոին ուզում է դնել։ Դա բոլորը հասկանում են, բոլորը կրթական մակարդակից անկախ բոլորը հասկանում են, որ այդպես է։ Ըստ այդմ պետք չէ վիճելի։ Մյուսը, որ իմ համար ամենակարևորն է։ Մենք պաշտպանում ենք հավատը, որովհետև հավատը այն հիմնարար վեկտորն է բոլորի զարգացման։ Հավատը բարոյականության հիմքն է, հենքն է հիմնարար։ Երբ որ ես պաշտպանում եմ հայ առաքելական եկեղեցին, ես պաշտպանում եմ ոչ թե անձերին ոչ էլ ճանաչում եմ շատերին։ Ես պաշտպանում եմ խորհրդանիշը, վեհափարը, խորհրդանիշն է, մեր առաջին վեհափարը Գրիգոր Լուսավորիչն էր, եւ այդպես շարունակ բոլոր վեհափարները փոխարինում էին միմյանց թողնելով, պահելով այն հիմնարար գիծը։ Վեհափարը ամբողջ հայ ազգի հայրապետն է, եւ ըստ այդմ ես պաշտպանում եմ հենց հոգևոր հայրերին, որպես խորհրդանիշ։ Ոմանք տգետները ինձ հակադարձում են, ասում են, եթե այդպես է, ապա այո, հայրապետը խորհրդանիշ է, բայց ուրեմն խորհրդանիշ է նաեւ վարչապետը։ Ձեր ցավը տանեմ, վարչապետը նշանակվում է, դա սովորական պաշտոն է, որը նշանակվում է, ազգային ժողովը ընտրում է, ընդ որում ոչ թե մենք, արդեն տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չէ, որ ընտրում են վարչապետին, մենք ընտրում ենք ազգային ժողով, չեմ ասում, որ կեղծիքներով եւ այլն, բայց ենթադրենք ընտրում ենք, ազգային ժողովը արդեն ընտրում է, առաջարկում է նախագահին, նախագահը նշանակում է վարչապետին, սա է սահմանադրությունը։ Ըստ այդմ, եթե մենք նշանակովի պաշտոնները համարում ենք խորհրդանիշ, ուրեմն, չգիտեմ, ժեկի պետն էլ է խորհրդանիշ ձեզ համար։ Ում համար ժեկի պետը խորհրդանիշ է, թող ինքը իր մանր կյանքով ապրի եւ չխառնվի մեծ կյանքի մեջ։ Հիմա փորձենք էլի առաջ գնալ, որովհետեւ ցավոք սրտի միևնույն ինչքան էլ մենք խոսում ենք տարբեր մակարդակներում, մարդիկ շարունակում են դա չհասկանալ։ Ես ասեմ, Նիկոլը, երբ որ մենք մտածում ենք ընդհանրապես ամենակարևոր հարցը հասկանալ այս ամբողջին մենք ինչպես հասանք, ինչպես մենք այնքան գլորվեցինք անդունդը, որ այս ամբողջը հնարավոր դառնա, եւ հասկանանք ովքեր են մեղավոր։ Ու դրա մասին նորից մենք շատ ենք խոսացել։ Մենք իհարկե մեղավոր են նախկինները, իհարկե մեղավոր է նաեւ եկեղեցին իր զգուշավորությամբ բոլոր տարերում։ Իհարկե մեղավոր ենք նաեւ բոլորս ամեն մեկս մեր пассивության, մեր քիչ պայքարի եւ այդպես շարունակ, բայց ամենահիմնական մեղավորը իհարկե մնում է Նիկոլը։ Առաջին հերթին Նիկոլը, որովհետեւ միշտ պատասխանատու է հենց վարչապետը։ Ըստ այդմ, երբ որ նայում ես Նիկոլին, 7 տարի արդեն ինքը վարչապետ է, բայց մինչև հիմա ինքն էլ չի հավատում, որ ինքը այդ պաշտոնն է զբաղեցնում։ Ու մնում է այդ նույն ցածրակարգ լրագրող դեղին մամուլին համապատասխան, որովհետև միակ բանը, ինչ որ իրան հետաքրքրում է, դա այդ կեղտոտ ներքնազգեստ փորփրելն է։ Եվ դա շատ ցավալի է, որովհետև կարելի է հարց տալ բոլոր ԿՊԱ-ականներին, դուք չեք հարցնում, որտեղից ինքը այնքան ազատ ժամանակ ունի, որ անընդհատ Facebook-ում եւ սոցիալական ցանցերում ինչ-որ գրառումներ անի, ես չեմ հասկանում, դրա համար էլ ամբողջ պետությունը քանդվում է, եւ ոչ մի բան եւ ոչ մի տեղում չի աշխատում։ Ու փաստացի այս ամբողջը, երբ որ այդպես նայում ես, մտածում ես ինքը մեղք է, ադեկվատ չի, դա արդեն բոլորն են հասկանում,
իր բառապաշարը ողբալի է։ Ողբալի են այն հայհոյանքները, որ ինքը իրեն թույլ է տալիս։ Այդ ամբողջը ցավալի է, մենք առաջ ասում էինք, որ ինքը մասնագետի կարիք ունի, հիմա հասկանալի արդեն ինքը սիքսոպաթոլոգի կարիք ունի։ Դիմի լիքը լավ մասնագետներ երևի թե կան Հայաստանում չկան, գնա այն քո երկրներ, որ դու սիրում ես, միգուցե այնտեղ մասնագետ գտնես։ Գնա, լուծի այդ հարցերը, ոչ թե բեմից հայտարարի այդ խայտարակ տարրերը, որ ամբողջ միջազգային մամուլը, դուք բացել եք միջազգային մամուլ, դուք տեսնում եք ինչ են գրում Հայաստանի Հանրապետության մասին, դուք տեսնում եք ինչ են գրում Հայաստանի որպես առաջինը քրիստոնեությունը ընդունված երկրի այդ խայտարակ խոսակցությունները, որ թույլ է տալիս վարչապետը, ու դրանից հետո դուք շարունակում եք արդյոք պաշտպանել վարչապետին։ Սա աննկարագրելի է, զարհուրելի է, սարսափելի է, բայց փորձենք շարունակել։ Կան մարդիկ, ովքեր որ ասում են, թեկուզ իրենք հոգևորական են, բայց օրենքի առաջ բոլորս հավասար պետք է պատասխանատվություն կրենք։ Հավասարության մասին եք խոսում։ Ես հիմա ձեզ ցիտեմ, որովհետև շատերը երբ որ այդպես դատարկ խոսում են, չգիտեն։ Իրականում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը։ Հիմա մենք բազմիցս ցիտել ենք, մենք ասել ենք, որ Նիկոլը, երբ որ մենք ասում ենք դավաճան, մենք ամենևին, որպես հայհոյանք կամ վատբար չենք ասում, մենք ներկայացնում ենք մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքով առաջնորդվելով, տարածքային ամբողջությունը ոտնահարելու եւ երկիրը դավաճանելու համար։ Բայց հիմա շատ ավելի բարձ հոդվածներ, որոնք որ ինքը խախտում է իր այս արարքներով։ Մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները, 135 հոդված 1-8 նույնականացվող ցանկացած խմբի կամ հանրույթի հետապնդումը պայմանավորված քաղաքական կրոնական պատկանելությամբ պատժվում է ազատազրկմամբ 12-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։ Դատել Նիկոլին։ Հոդված 204 անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը 1. Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը, ուսույն հոդվածի առաջին մախսով նախատեսված տեղեկությունը հրապարակային ելույթներով, հրապարակայինորեն ցուցադրվող ստեղծագործություններով տարածելը, պատժվում է տուգանքով կամ ազատության սահմանափակմամբ, առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ եւ այլն, դատել Նիկոլին։ Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է տուգանքով եւ կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, առավելագույնը 5 տարի ժամկետով կամ ազատության սահմանափակմամբ, առավելագույնը 3 տարի ժամկետով, դատել Նիկոլին։ Հոդված 297 խուլիգանություն։ Խուլիգանություն, այսինքն հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով ու կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիան օգտագործելով, պատժվում է տուգանքով եւ այլն, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ 1-ից 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով, դատել Նիկոլին։ Եվ այդպես շարունակ, սա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն է։ Եվ դրա համար, երբ որ մենք կանգնում ենք եւ գոռում ենք դատել Նիկոլին, մենք զուտ ցիտում ենք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը։ Ով որ դա չի հասկանում, վերցրեք օրենքները եւ ընթերցեք։ Հիմա շարունակենք։ Երբ որ մենք այդպես անընդհատ ասում ենք, որ Նիկոլը խայտարակում է Հայաստանը ամբողջ աշխարհում ու շարունակում են բոլորը լռել, հետո էլ սկսում են մեզ մեղադրել, որ իբր թե մենք ինչ-որ մեկի ագենտ ենք, որ ինչ-որ մեկի ուժն ենք եւ այլն եւ այլն, հիմա իմ մասին ասեմ։ Առաջինը, այո, ես մեծն արթնացած Բուդդայի ուսմունքի կրողն եմ, բայց ոչ մի ակնթարթ ես չեմ հրաժարվել հայ առաքելական եկեղեցուց, ես խոնարհվում եմ քրիստոնեություն առաջ ընդհանրապես եւ որպես հայ ամբողջ գնով սատարել եմ եւ կսատարեմ հայ առաքելական եկեղեցուն եւ տեր կկանգնեմ նույնիսկ եթե հոգեվորականները շարունակեն առաջնորդվել զգուշավորությամբ։ Երկրորդը, ի տարբերություն մի շարք քաղաքական գործիչների, ես քաղաքական գործիչ չեմ ուզում լինել եւ չեմ էլ ուզեցել լինել, եթե ուզենայի վաղուց կդառնայի,
Որևէ հավակնություններ չունեմ ի տարբերություն ճնշող մեծամասնության, որևէ սատարում չունենք ի տարբերություն ճնշող մեծամասնության, որևէ գրանտ չունենք ի տարբերություն ճնշող մեծամասնության եւ այդպես շարունակ։ Դուք չեք կարող մեզ կպնել եւ ոչ մի բանով։ Եվ դրա համար դադարեք մեր հասցեին տարբեր բաներ հնչեցնելը, որովհետև միակ բանը, որ դուք անում եք, դա ձեր վրա, ձեր խղճի վրա ավելի ու ավելի շատ բեռ հավաքում եք դրանով։ Միակ բանը, որով որ ես առաջնորդվում եմ, դա իմ խիղճն է, խիղճը եւ պատիվը, եւ դրա համար պայքարել եմ եւ կպայքարեմ։ Ու ձեզ բոլորին, ես գիտեք ինչ ամենակարևոր տարրերից մեկն եմ ուզում ասել։ Երբեմն մենք ակցիաներ ենք անում, ու մոտենում է ինչ-որ հերթական քիչ զարգացած մարդ դեգեներատ, ինչքան ավելի դեգեներատ, այնքան ավելի հստակ կարելի է ասել, որ դա Նիկոլի թիմից է։ Ընդ որում իրենք քանի որ 500 բառից ավել բառապաշար չունեն կրթության մակարդակի զրոյական լինելուց, ըստ այդմ կարող է դեգեներատ բառնել համարեն հայհոյանք, դա բժշկական տերմին է, հայհոյանք չի ամենևին, այսինքն չեք կարող դրանում մեղադրել, եւ ասեմ, ինչքան հստակ, արդեն դեմքից միանգամից կարելի է ասել, օ, հերթական նիկոլական է մոտենում, իրենք մոտենում են եւ սկսում են ասել, դուք ինչպես եք համարձակվում խոսել հայ ժողովրդի անունից, այսինքն ըստ իրեն համարվում է, որ եթե կրթական ցենզը զրոյական է Պլինտուսի մակարդակի, ապա դա ժողովուրդն է, իսկ եթե բարձր է, ապա իրավունք չունեն ժողովրդի անունից խոսելու, բայց ես ձեզ բոլորին պատասխանում եմ, ես ժողովրդի անունից չեմ խոսում, որովհետեւ չեմ ուզում խոսել, ժողովուրդը, ցավոք սրտի, դա այն հումքն է, որից մենք զարգացած էլիտաս դարձնում ենք աստիճանաբար մարդ։ Ես խոսում եմ հայ ազգի անունից, եւ հայ ազգը ի հեճուկս ձեր բոլորի իմ կողմից է։ Իմ կողմից է Նժդեհը, իմ կողմից է Մեսրոպ Մաշտոցը, իմ կողմից է Գրիգոր Տաթևացին, իմ կողմից է Զորավար Անդրանիկը, իմ կողմից է Վարդան Մամիկոնյանը եւ այդ բոլորը, ազգը իմ կողմից է, իսկ դու Նիկոլ կարող է ընկնես մեր հետևից 1000 անգամ ու 1000 անգամ կարող է դու ինչ-որ բաներ փորձես մեր վրա բարթել, բայց ապագան նորից եւ նորից միևնույն է մեր կողմից է։ Եվ որպես ավարտ ես միայն մի բան ավելացնեմ ու այսքանով ավարտեմ։ Ես հասկանում եմ, որ բոլորի հիասթափված են, որովհետև առաջնորդներ չկան։ Պետք չեն մեզ առաջնորդներ, որովհետև ցավոք սրտի ամեն մի առաջնորդը հենց բեմում հայտնվում է, չգիտես ինչու, սկսում է տարվել կամ մեծամտությամբ, կամ հավակնություններով, կամ եւ այլն։ Այն պարագայում, որ մենք այնքան վատ վիճակում ենք մեր խեղճ, սիրելի հարազատ Հայաստանը, այնքան ծանր վիճակում է, որ մեծամտանալու տեղ չկա ընդհանրապես։ Մեզ պետք է կրթված թիմ, թող հավաքվի այդ կրթված թիմը, թող այդ թիմի մեջ լինեն մարդիկ, ովքեր հիմա Սփյուռքում են, կամ այլ տեղերում են, կամ թեկուզ նախկինների մեջ, կամ թեկուզ, չգիտեմ, անհայտ մարդիկ, բայց կրթված մարդիկ, թող իրենք թիմ հավաքեն, այդ թիմը տեսնեն, թե ինչպես են փրկելու Հայաստանը այս վիճակից ու այդ ժամանակ մեր նմանները, ովքեր եւ ոչ մի հավակնություն չունեն, ամբողջ գնով կպայքարենք, որպեսզի իշխանությունը ի վերջո ճիշտ մարդկանց ձեռքում հայտնվի։ Օրինական ճանապարհով։